Պետիս Գազազյան, համեցեք, դեր դպրոցական է ու տաղանդավոր։ Շնորհակալ եմ պարոն Ափինյան։ Բարի գեղեցկադեմ երեկո հարգարժան ներկաներ։ Ես Ավետիս Գազազյանն եմ, Համահայկական գրողների միության դեռևս ամենաերիտասարդ գրողներից մեկը։ Ձեր դատին եմ այսօր հանձնում դեռևս իմ նոր լույս տեսած գրքից նպատակի լույս է բանաստեղծությունների ժողովածուն, որի խմբագիրներ իմ շատ սիրելի Սուսաննա Ղազարյանը եւ վեստուգող խմբագիր Աբգար Ափինյան, շնորհակալ եմ ձեզ։ Օգտվելով առիթից ես նույնպես շնորհավորում եմ ձեր գալիք ամանոր եւ սուրբ ծնունդը, մաղթում եմ, որ այն հայրենասիրական ոգին, որը դուք ունեք, թող կրկնապատկվի եւ եռապատկվի, թող ամեն անգամ Արարատը նայելիս ձեր մոտ հույսի եւ հավատի շունչ ներշնչվի, իսկ հիմա կուզեմ ընթերցել մի բանաստեղծություն, որը ապագայի մասին է։ Մենք բոլորս ընդհանրապես չգիտենք, չէ, այսօր վաղը թե ինչ կկատարվի, եւ այս բանաստեղծությունը հենց դրա մասին է, որ վաղը միգուցե լավ բան կարող է կատարվել։ Ապագան հրաշալի է, բայց դեռ գաղտնի, կարծես նորիղ ձեր սևեռվում է սրտի մեջ։ Ազատության ու սիրո գույներով ներկված, ապական դուռ է, որ ուժով կլցվի։ Տագնապահար արևը նորից կթաքացնի, նոր ճամփաներ կբացվեն անհայտ։ Կյանքը բյուրեղյա վառ ընթացքով խաղաղություն կհաղորդի նրան, ինչը դեռ չտեսնված է։ Հուսո գարունը դուրս կգա սառնությունից, խիզախ մտքերն ու երազները ոսկեգույն կդառնան, ապագան մեզ մի նոր կյանք կբերի, որպեսզի մենք հոգով բարձր ապրենք անվախ։ Կյանքը նոր տեսք կունենա, որպեսզի մենք ոգով ուժեղ դուրս գանք այդ խավարից։ Ապագան մեզ ժպիտներ կհիշեցնի եւ սերը անմահ երջանկություն կհաստատի։ Շնորհակալություն։ Ավետիսյան, շնորհավորում եմ մրցանակի տարթիվ, շատ տաղանդավոր երիտասարդ է եւ հուսամ, որ քո ճանապարհը ոչ թե դեպի վեր, այլ դեպի ժողովուրդը կլինի։ Հովհաննես Թումանյանը 1913 թվականին ընդունել էր երիտասարդ գրողներին եւ ասում է բարով եկաք։ Շատ հետաքրքիր է, բայց չի ասում բարով եկաք գրողների միություն, ասում է բարով եկաք հայոց աշխարհ, հույսի, ցավի աշխարհ, սա է մեր Հայաստանը։ Եվ ես բոլոր երիտասարդներին Թումանյանի խոսքը կրկնում եմ, բարով եկար մեր աշխարհ, որովհետև գրողի խոսքը շատ պետք է մեզ, շատ մենք իսկական գրողների կարիք շատ ունենք։ Շնորհակալ եմ։